Դուք եք Վարդան Ղուկասյանին դարձել քաղաքապետ եւ պետք է կրեք ամբողջ պատասխանատվությունը։ Պատասխանատվություն չենք կիսում կառավարման հետ կապված, գնդակը գտնվում է գործող քաղաքապետի դաշտում։ Կա այս մոտեցումը գյումրեցիների կողմից, որ իրենց խաբված են զգում, որովհետեւ քվեարկեցին Մարտուն Գրիգորյանի օգտին, բայց այնուամենայնիվ գնաց քվեն Վարդան Ղուկասյանին, այսինքն քվեարկել են այլ մարդու, քաղաքապետը դարձել մեկ այլ մարդ։ Պարոն Գրիգորյանը իր խոսքի տեղը եղավ եւ պահեց եւ ունեցավ այդ որոշումը եւ ունենք այն, ինչ ունենք այսօր։ Գյումրիում փողոցաշինությունը այնուամենայնիվ դանդաղում է։ Կապ չունի թե քանի թիմ իշխանություն է փոխել, միևնույն է դանդաղում է։ Որպես ավագանի ինչ է կանելու, որ սա արական է։ Մենք տեղյակ ենք, գնում ենք տեղում, բնակիչներն են մեզ ահազանգում։ Ձեր քննադատված կետերից մեկը դա հայկական Դիսնեյլենդ ունենալն էր ծայրամասերից մեկում։ Այս Դիսնեյլենդի գաղափարը քննադատում են այն մարդիկ, ովքեր ժամանակին եղել են ավականու անդամ եւ որևէ կերպ այդ ակտիվությունը չտեսանք։ Բարևձեզ, տաղավարում այսօր հարցերն ուղղելու են Գյումրու ավագանու մեր քաղաքախմբակցության ղեկավար Լիզա Կասպարյանին։ Բարևձեզ Լիզա։ Բարևձեզ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տիկին Կասպարյան, թիմ ընտրությունների ժամանակ ձեզ քվեարկեց 7400 գյումրեցի։ Այս քվեների մասով պատասխանատվություն բնականաբար ունեք եւ երկար լռությունից հետո այնուամենայնիվ Մարտուն Գրիգորյանը որոշեց, որ դուք քվեարկելու եք Վարդան Ղուկասյանի օգտին։ Այսպես ասած, ինչպես քաղաքացիական պայմանագիրն է պնդում, դուք եք Վարդան Ղուկասյանին դարձել քաղաքապետ եւ պետք է կրեք ամբողջ պատասխանատվությունը։ Այդպես է թե չէ։ Իրականում Մարտուն Գրիգորյանի որոշումը դարձրեց այո Վարդան Ղուկասյանին քաղաքապետ եւ այդ անընդհատ շահարկումները ճակերտավոր մենք այդ հանգամանքին շատ նորմալ եւ հանգիստ ենք վերաբերվում, այսինքն եթե նկատել եք որևէ ձեւ հակադարձում, ինչ որ հանրային քննարկումներ չենք սկսում, որովհետեւ մեր մտածողությունը, մեր դասիրակությունը թույլ չէ տա դա բարբերաբար ասելու, հիշեցնելու եւ շարունակում են ասել, որ մինչեւ այսօր Մարտուն Գրիգորյանի որոշումներից է կախված քաղաքում տեղի ունեցող իրադարձությունները եւ այլն, այո, դա այդպես է, որովհետեւ իրականում տեսանք թե ինչ հետաքրքիր վերադասավորումներ տեղի ունեցան եւ Մարտուն Գրիգորյանը քարոզարշավի ընթացքում էր այս սցենարը զարգացումները նախանշել եւ դրանից հետո վերջին օրը, երբ արդեն ընտրության օրը ասուլիս տվեց, ասաց, որ ամեն բան անելու ենք, որ քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում չունենա քաղաքապետ, իսկ հարցն չէ, եթե դուք չլինեք քաղաքապետ, նա հիշատակեց, որ մենք ձևը կգտնենք եւ ձևը եղավ այդպես։ Իսկ այսօր անընդհատ գնալ գալ այդ պատասխանատվությունը կախել այսպես մեր շուրջ եւ ասել, որ վայ Մարտուն Գրիգորյանն է պատասխանատու քաղաքում այս պահին ինչ տեղի ունեցող ինչ տեղի ունենում այդ իրադարձությունների հետ կապված, ասեմ, որ բոլոր ուժերն էլ, այդ թվում եւ պարոն Գրիգորյանի հայտարարության մեջ շատ պարզ հստակ գրված էր, որ մենք պատասխանատվություն չենք կիսում կառավարման հետ կապված, բայց որպես ավականու խմբակցություն իր որոշիչ դերակատարությունը անպայման պիտի ունենա եւ այսօր բոլորը տեսնում եք, որ ամեն դեպքում մեր 6 մանդատից բավականաչափ մեծ բան է կախված եւ մենք այդ 6 մանդատը իրացնում ենք իշակ Գյումրու, իշակ քաղաքի զարգացման եւ այս պահին այդ պատասխանատվության հետ կապված պիտի ասեմ, որ գնդակը գտնվում է գործող քաղաքապետի դաշտում, իսկ թե նրանք ինչ հնարքներով, ինչ ձևաչափով, ինչ խոհեմությամբ, ինչ պրոֆեսիոնալիզմով հարաբերություններ գտնելու կամ ինչ ձևաչափով կկարողանան այդ պատասխանատվությունը պահել, որովհետեւ բոլոր խմբակցությունները ամեն դեպքում վերցրեցին ու միասնական ընդդիմության տեխնացուին այսպես ընտրեցին որպես քաղաքապետ, սա արդեն քաղաքապետի այս պահին կոմունիստական կուսակցության դաշտի հարց է, որ իրենք պիտի պատասխանեն։ Այնուամենայնիվ որոշումը զգացվում էր, որ շատ բարդ է, որովհետև լռությունը երկար տևեց եւ տարբեր մասնագետների կողմից քննարկվում էին շատ տարբեր տարբերակներ։ Օրինակ, երբ քաղաքացիական պայմանագիրը պետք է քաղաքապետ դարձնել իր քվեով Մարտուն Գրիգորյանին, Մարտուն Գրիգորյանը իր քվեով պետք է քաղաքապետ դարձնել Սարիկ Մինասյանին կամ եղավ այն, ինչ արդեն ունենք, այսինքն Վարդան Ղուկասյանն էր դառնալու քաղաքապետ։ Վերջին երկու տարբերակներ, այսինքն Մարտուն Գրիգորյանի քաղաքապետ դառնալը կամ Սարիկ Մինասյանի ձեր կողմից քննարկվել է կամ ինչու հենց այդպես չեղավ, օրինակ եթե առաջադրվեր Մարտուն Գրիգորյանը ու սպասեր, որ քվեարկեին բոլորը իրեն։ Բոլոր կուսակցություններ, խմբակցությունները, որոնք իրականում բոլոր սցենարները քննարկվել են մեր մոտ եւ բոլոր սցենարներին մենք սպասել ենք նաեւ այն սցենարին, որ ելքը տեղի ունեցավ, շատ քիչ ձայներով, շատ քիչ տոկոսով Մարտուն Գրիգորյանի այսպես հավաքած քվեները պակասում էին գործող քաղաքապետի այս պահի ունեցած քվեների, շատ քիչ տոկոսով, բայց ամեն դեպքում մենք բոլոր հավանական սցենարները քննարկել ենք եւ ի սկզբանե քարոզարշավի սկզբից էր այդ քննարկումները հիմք տալիս Մարտուն Գրիգորյանի
Հայաստանին ասելու, որ քաղաքացիական պայմանագիրը որևէ կերպ Գյումրիում իշխանության չի գալու եւ դա այսպես ասած այստեղ պիտի Գյումրիի մտածողության մեջ բառ ասեմ մարդկորեն ասվել եւ այդ ամենը պահպանվել է մինչեւ այսօր, այսինքն պարոն Գրիգորյանը իր խոսքի տերը եղավ եւ պահեց եւ ունեցավ այդ որոշումը եւ ունենք այն ինչ ունենք այսօր։ Ամեն դեպքում քաղաքում ընկալումները դուք էլ գիտեք տարբեր են ես մասով, բայց խոսենք այդ դուք հիմա թաղամասերում այցեր եք սկսել եւ այդ այցերի ժամանակ վստահաբար հանդիպում եք նաեւ այն մարդկանց, ովքեր այդ օրերին քվե են տվել ձեզ։ Արդյոք կա այս մոտեցումը գյումրեցիների կողմից, որ իրենց խաբված են զգում, որովհետեւ քվեարկեցին Մարտուն Գրիգորյանի օգտին, բայց այնուամենայնիվ գնաց քվեն Վարդան Ղուկասյանին, այսինքն քվեարկել են այլ մարդու, քաղաքապետը դարձել մեկ այլ մարդ։ Այստեղ արդար էր ձեր ընտրողի հանդեպ, թե ոչ։ Մի եզրույթ կա, որը վերջին շրջանում բավականին շատ ակտիվացել է, սկսած ընտրությունների որոշումը կա, պարոն Գրիգորյանի որոշումը կայացնելուց հետո մինչև այսօր էլ կա, բայց վերջին շրջանում թե իշխանական, թե իշխանամերձ լրատվամիջոցները են, որ հարցազրույցի ես գնում 5 հարց կա, 5-ից 7-ը տալիս են, բա դուք ձեր ձայները տվել եք ուրիշ խմբակցության, այսպես ասած։ Նախ կուզեմ այդ տերմին եզրույթին անդրադառնալ, ձայներ տալ հասկացությանը։ Եվս մեկ եզրույթ կա, չընտրված քաղաքապետ եւ Վարդան Ղուկասյանին քաղաքապետ է դարձել Մարտուն Գրիգորյանի հետ ձեր ասած եզրույթի հետ, սա համընդհանուր այո, զուգահեռաբար ապրում են իրականության մեջ կան, այո, ձայներ տալու այդ մշակույթի հետ կապված նախ պետք է հասկանանք, որ ընտրական օրենսգիրք կա մեր առջև եւ կա համամասնական ընտրաձև, այսինքն մենք գնացել ենք ընտրության եւ ոչ թե գյումրեցիները ընտրել են քաղաքապետի, այլ գյումրեցիները ընտրել են ավականու անդամների եւ ըստ բաշխվածության կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն առավոտյան ընտրությունների առավոտյան արդեն հստակորեն ոչ պաշտական էր, բայց ամեն դեպքում հստակ էր թե որ խմբակցությունը, որ կուսակցությունը տվյալ պահին քանի մանդատով կմտնի նիստերի դալիճ եւ ձայները գյումրեցիները ձայները տվել են հենց այդ խմբակցություններին եւ իրենց ձայների հիմքի վրա այդքան մանդատով յուրաքանչյուր խմբակցություն այս պահին գործում է եւ լեգիտիմ է, հա, այսպես ասած։ Ձայները տալ որևէ մեկին, այստեղ մանևրա են անում, ես բայց պիտի բերեմ զուգորդումներ տանենք, մենք ապագայում պարլամենտական ընտրությունների ենք գնում, պիտի տանեմ ազգային ժողովի ապագա, մենք ունեցել ենք նախկինում այդ ձևաչափ, այսինքն դա ինչ որ նոր հեծանիվ չի, նոր բան չի եւ այլն, ուղղակի այստեղ Գյումրիում, քանի որ իրավիճակը այսպիսին էր, քաղաքացիական պայմանագիրը մինչեւ վերջին պահը պարոն Գրիգորյանի որոշումից կախված դեռ լիահույս էր, որևէ բանի օգուտ իրենց կփոխվի եւ այլն, երբ որ դա չեղավ, մինչեւ այս պահը հայտ չեն այդ իրողության հետ եւ փորձում են ամեն դեպքում այդ մանևրան անել եւ փորձել մինչեւ 2026 թվականի ընտրությունները տանել, որ Մարտուն Գրիգորյանը ձայները տվել է մեկ ուրիշի ոչ։ Մարտուն Գրիգորյանի 6 մանդատը այսօր Գյումրիում իրացվում է հնարավորինս եւ մաքսիմում իր ուժերից մի բան էլ ավելին, շատ լավ տեսնում եք մեր ակտիվությունը, մեր աշխատանքները, շատ դեպքերում մենք չափազանց համեստ ենք, որովհետեւ գործի մարդ ենք, սիրում ենք գործել, ոչ ավելի շատ խոսել եւ պատմել մեր մասին, բայց ամենուր եւ ամենտեղ որտեղ մեր ձեռքը հասնում է, փորձում ենք հնարավորինս իրավիճակ փոխել, փորձում ենք քաղաքի զարգացման օրակարգի մեջ որևէ բան փոխել, բայց երբ որ արդեն պիտի քաղաքապետ ընտրեն, ընտրում են ավականին եւ այստեղ իրավիճակն այդպեսին էր, որ ըստ ընդդիմադիր այսպես թևի ընդդիմություն ուներ մեկ ընդհանուր տեխնացու եւ բնականաբար մեր խմբակցությունը այն ձայները, որոնք որ գյումրեցիները մեծ տվել են եւ մեծ 6 մանդատ էին տվել գյումրեցիների տված ձայներն այսօր իրենց տեղում է աշխատում է հանուն իրենց, հանուն քաղաքի զարգացման։ Բայց քաղաքը ղեկավարում է այլ մարդ։ Քաղաքը այդպես պիտի լինի։ Հիմա գնանք վաղը պարլամենտական ընտրությունների եւ քաղաքացիական պայմանագիրը, որ այսօր ասում է սա ձայները տվեց նրան, նա այսպես չգիտեմ ինչ, վաղն էլ պարլամենտական ընտրություններին հայաստանցիների բոլոր հայ ժողովրդի կողմից ընտրված падգամավորները պետք է իրենց միջից ընտրեն վարչապետ։ Դա համամասնական ընտրակարգի ձևն է, բանաձևն է։ Եվ խորհուրդ չէի տա այդքան շատ այդ ձայները տալ տերմինը շատ օգտագործել, որովհետեւ չգիտեմ վաղը ինչ իրականություն եւ ինչ զարգացումներ տեղի կունենա եւ գուցե նույն քաղաքացիական պայմանագիրը խնդրի մյուս խմբակցություններին, մյուս կուսակցություններին, ովքեր արդեն որոշակի մանդատներով անցել են շեմը, անցողիկ շեմում, այն 1-ից 5% խնդրեն, մյուսից 15% խնդրեն, մյուսից 2% խնդրեն, որպեսզի իրենց տեխնացուն դառնա վարչապետ։ Այսինքն սա ընդհանրապես ընտրաձև է, ընտրակարգ է, համամասնական ընտրակարգ է, եւ այդ ընտրակարգից, որ անդադ ասում են, սա մենք ենք օրակարգ վերել եւ այլն, եկեք հաշտվեք այդ օրակարգի հետ, նախ դրա հետ էլ այդքան համամիջ չեմ, որովհետեւ դեռևս նախագահային ժամանակ է համնadrությունը փոխվել եւ դարձել ենք պարլամենտական երկիր,
դեռևս Բալասանյանը առաջին համամասնականով դարձավ քաղաքապետ, հիշում եք այնտեղ բոնուսային համակարգով օգնեց եւ այլն, այսինքն ամեն դեպքում սա էլ քաղաքացիական պայմանագրի ձեռքբերումը չի, բայց երբ որ շեշտում են, որ այս օրակարգը մենք ենք բերել, մենք ենք թելադրել, դե եկեք հաշտվեք այդ օրակարգի հետ, ոչ թե Գյումրեցին գնում է քաղաքապետ, այլ Գյումրեցին ավագանի է ընտրում, ավականին իր մեջ իր շրջանակներից ընտրում է քաղաքապետի, ամբողջ պատմություն այսքան մի բան։ Եվ եւս մեկ հարց կապված էլի 5 ուժերի, այս դեպքում 4-ի մասին, որովհետեւ 4-ն թերևս ոչ իշխանական թևից, արդյոք եղել է մեկ սեղանի շուրջ հավաքվել գոնե հիմա, ես այս հարցը տվել էի այլ ձևաչափով եւս, հիմա եւս կրկնում եմ, որովհետեւ հիմա այնուամենայնիվ վտանգված է, հա, այսպես ասած, այս կառավարումը, որովհետեւ օրակարգում լրահոսում էլ մենք տեսնում ենք, որ Վարդան Ղուկասյանին ցանկանում են հեռացնել, կհեռացնեն նաեւ Փեսային, Ավետիսին եւ չի լինի, հա, այս դեպքում կառավարումը այնպես ինչպես պլանավորվել է։ Սա արդյոք չի զրոյացնի ամբողջ արշավը, որը կատարվեց հա անդիմադիր ուժերի կողմից։ Հիմա մեկ սեղանի շուրջ հավաքվել են, թե ոչ, որովհետև անգամ քաղաքապետ ընտրելու դեպքում ես հիշում եմ անգամ ձեր կողմից կար այդ հայտարարությունը, որ շտապեցին հայտնել, թե ում են տալու ցայները։ Սա եւս շտապողականության դաշտում կարող ենք տեսնել։ 4 ուժերով է հանդիպում ոչ մինչ մարտյան ընտրությունները, ոչ էլ մինչև այսօր եւ այս պահը տեղի չի ունեցել։ Իհարկե մենք մեր հարցազրույցներում էլ բաց ներկայացնում ենք, որ բոլորի հետ շատ գործընկերային հարաբերություններ է, բոլորի հետ կարողանում ենք հարաբերվել, շփվել, խոսել, զրուցել, ցանկացած հարցի հետ կապված քննարկումներ ունենալ կոնկրետ մեր խմբակցությունը, բայց 4 ուժերը կոնկրետ որևէ հարցի նպատակով մեկտեղվեն եւ քննարկեն, նման քննարկում տեղի չի ունեցել։ Իսկ այն ինչ այս պահին տեղի ունենում կամ գուցե լրահոսն է գուժում, հա, գուցե լրահոսը անոնսում է, որ սպասեք, ինչ որ զարգացումներ պետք է տեղի ունենան։ Օրինակ ձերբակալությունների 6 ամիս առաջ, այո, այդ սցենարների, այդ զարգացումների մասին միակ քաղաքական կերպարը, միակ քաղաքական ուժը, մեր ուժն էր եւ Մարտուն Գրիգորյանը բաց ակնհայտ խոսում էր այդ սցենարների մասին, խոսում էր այդ զարգացումների մասին եւ երբ վերջին օրը մենք քարոզարշավը ամփոփեցինք եւ հրապարակային ելույթ ունեցավ պարոն Գրիգորյանը դալիճից ուղիղ եթերներ եւ այլն եւ հաջորդ օր առավոտյան տեղի ունեցան ձերբակալությունները, հայտնի դեպքերը պարոն Գրիգորյանի ընտանիքի հետ կապված եւ այլն, այսինքն մենք սպասում էինք, որ այդ ամենը պիտի լիներ եւ դրանից հետո էլ, այսինքն այս ամենի մասին մենք ասել ենք եւ հիմա ինչ որ տեղի ունենում, դա շատ բնական եւ օրգանիկ է այդ դիտանկյունից եթե նայենք, որովհետեւ քաղաքացիական պայմանագիրը ամեն դեպքում ամեն բան անում է, փորձում է անել, որ հասնի քաղաքապետի պաշտոնին եւ այն զարգացումները, չգիտեմ, ինչ որ սրացումները, լրատվական ինչ որ որի դաշտում մենք չկանք, ընդհանրապես չենք էլ ուզում մտնել այդ ինչ որ էժան զրույցների մեջ, այդ իրադարձությունը, որ զարգանում է հիմա քաղաքապետի աթոռի շուրջ, դա շատ բնական նորմալ է, պետք չէ այդպես վայ-վույ կապել եւ այլն, չգիտեմ ինչ, բոլոր ժամանակներում պիտի շարունակվի։ Հիմա այս շրջափուլը անցնում ենք, չգիտեմ, 6 ամսյա մյուս կամ տարեկտարվա մյուս փուլին, պիտի դա լինի, այսինքն քաղաքացիական պայմանագիրը ամեն դեպքում պիտի այդ քայլերը ձեռնարկի, ուղղակի սա, եթե մյուս դետանկյունից նայենք, պիտի քաղաքացիական պայմանագիրը վերջապես ընդունի, որ իրենք դեմ քայլեր են անում Գյումրեցու ընտրության, այսինքն ամեն դեպքում իրենք հաս չեն Գյումրեցու ընտրության հետ, ինչը ակնհայտ է։ Գյումրեցու ընտրության մասին խոսեցիք, այս մասով եւս մեկ հարց հանրային ճնշումների մասին է խոսք գնում, որ այնուամենայնիվ Մարտուն Գրիգորյանի որոշման վրա ազդեց նաեւ հանրային ճնշումները, այդպես է թե ոչ։ Իրականում ես կծիծաղեմ այդ ենթատեքստում, որովհետև նախ ինքս Մարտուն Գրիգորյանի կողքին որպես երկար տարիներ աշխատած մարդ, շատ լավ ճանաչում եմ նրա որակական այսպես հատկանիշները, թե որքան կարող է նա համբերել, որքան կարող է նա իր որոշումների վրա երկար մտածել, 10 չափել, մեկը կտրել, ինքը մենակ մնալ այդ որոշման հետ երկար ժամանակ եւ այլն, շատ լավ ճանաչում եմ եւ պարոն Գրիգորյանի մտերիմները, հարազատները, շրջապատը դա ընկերները բոլորը շատ լավ կփաստեն, որ նա այդպիսի տեսակ է։ Առհասարակ իր որոշումների վրա ինչ որ մեկը, ինչ որ, եթե թիմային է դա, բնականաբար նա թիմին հարցնում է, թիմային խաղացող է ամեն դեպքում, բայց դրսից ինչ որ բլոգերներ, ինչ որ լրատվամիջոցներ, որոնք սնվում էին այլ, չգիտեմ, Անժելաներ եւ Բորիսներ, որ հիմա այդպես թեմա են դարձրել, որ հանրային ճնշմամբ իրենք կարողացան քավլիցի, դա երբեք իրականության հետ չի համապատասխանում, չի էլ համապատասխանել, որովհետեւ եթե Անժելաներն ու Բորիսները
քաղաքացիները կարողանում էին հանրային ճշմարտ դիցուկ Մարտուն Գրիգորյանի որոշման վրա ազդել, մինչև այսօր 2010 թվականից մինչև այսօր մեր երկրում ահռելի դեպքեր ու իրադարձություններ են տեղի ունեցել եւ հանրային ճշմարտ կարողացեք որևէ բան երկրում փոխել, ղեկը փոխել եւ ստանալ այն երկիրը, որ բոլորս ձգտում ենք ունենալ։ Չգիտեմ, դա բլոգերական ինչ որ հատուկ ճղճի ձևաչափեր, որ փորձում էին հիմա փորձում են էլի նորից PR-ել, դրա մասին խոսել եւ այլն, չափազանց սխալվում են եւ դա մեզ համար ամենաէժան, ամենացածրորակ քաղաքական էլ չեմ ասում, քաղաքական քայլներ, մանևրաներ, որ փորձում էին անել, փորձում էին ինչ որ առանց էթիկայի, առանց եթերային բառերի, առանց իրար հերթ տալու, թե ով է այս պահին եթերում նստել, խոսել եւ այլն, մինչդեռ հենց այդ ժամանակահատվածում, որ դարձրել են գլոբալ հարց եւ աշխարհն էր փնտրում Մարտուն Գրիգորյանին, Մարտուն Գրիգորյանը շատ հանգիստ իր թիմակիցների հետ փաստեր ունենք, լուսանկարները, տեսանյութերը փորձեց հաղորդակցվել, շփվել, զրուցել, հարցնել թիմային պատասխանատուներ եւ այդ 7400, որ ասում եք ձեր ընտրողները ասում են, մենք 7400 բնականաբար չենք հասցրել հանդիպել, բայց այս ընթացքում շատ մեծանում է, իսկ որոշման ժամանակահատվածում, երբ որ պետք է հասկանայինք, թե որը ճիշտ կլինի եւ այլն, մենք կարողացել ենք պարոն Գրիգորյանը կարողացել է թիմային հանդիպումների, չգիտեմ, այդ ժամանակ շարքվող խավոր սանիկական կապերի, մտերիմների, ընկերների, թիմակիցների, չգիտեմ, բոլորի հետ պարոն Գրիգորյանը կարողացավ հանդիպել, զրուցել, շատ հանգիստ, վերլուծել, հավանական սցենարներից մեկը արդեն իրականություն էր դարձել, հասկանանք, թե մենք դա ինչ էինք անում եւ այդ շտապել, գիշերով ոտած վրա որոշումներ կայացնել առանց հետին պլանի, առաջ ընկնենք, որ հանկարծ հետ չգնանք եւ այլն, այդ ձևաչափը Մարտուն Գրիգորյանի ձեռագիրը չի։ Հանրային ճնշումները նշեցիք, որ չազդեցա Մարտուն Գրիգորյանի որոշման վրա, բայց այս դեպքում տեսնում ենք, որ երբեմն ավագանն էլ չի կարող ազդել քաղաքապետի որոշման վրա, որովհետեւ Գյումրու օրը սկզբից չկար տրամադրություն ավագանու կողմից այն նշելու, իսկ հետո հանկարծակի քաղաքապետի որոշմամբ այն եղավ։ Հիմա ըստ նշվում է շատ հաճախ, որ Գյումրու օրը քաղաքականացված էր, ըստ դա քաղաքականացված էր թե ոչ։ Ես որքան հասցրեցի եթերին հետևել, անկեղծ եթերով եմ հետևել, եթերն էլ ընդհատվում էր, փորձում էինք այլ ինչ որ ձևաչափով գտնել, քաղաքական խոսույթ չհնչեց, չգիտեմ, գուցե այն հատվածը հնչել է, որ ինքս չեմ հասցրել, անկեղծ ասած, որ հատվածը, որ ինքս հասցրել եմ հետևել, քաղաքական որևէ խոսույթ, որևէ բան չհնչեց, եւ մենք մեր տեսակետը արտահայտել ենք եւ նիստի օրը եւ հետո հրապարակային էլ ասել ենք, որ եթե ամեն դեպքում քաղաքը ունի լուրջ ֆինանսական խնդիրներ եւ այսօր մենք մանկապարտեզներում ունենք շատ ցավալի պատմություն եւ եթե ամբողջ մանկապարտեզում 2 սանհանգույց կա եւ այդ 2 սանհանգույցի նորոգման, հիմնանորոգման համար 2 միլիոն դրամ է պետք ու մենք չունենք այդ 2 միլիոն դրամ ուղղակի, չգիտեմ, ինչպես պիտի հայտարարենք, որ երեխաներին տանք այդ մանկության իրավունքը։ Արդյունքում հիմա բալանսում կա 15 միլիոն խնայված եւ արդյոք սա գնալու է մանկապարտեզներին։ Այո, 15 միլիոն խնայված կա, մենք տեղում առաջարկեցինք Երկաթգծի բանավանի մանկապարտեզի հիմնանորոգման, մասնակի նորոգումներ, որտեղ այնտեղ խոհանոց, չգիտեմ, սանանգույց, ցանկապատ, թափառողջների պատճառով երեխաները չէին կարողանում մտնել եւ այդպիսի նկարագրով շատ մանկապարտեզներ ունենք։ Գրությունից հետո ինքս նաեւ զրուցել եմ կրթության բաժնի պետի հետ, խոսելով, հասկանալով հնարավորինս թե ինչ իրավիճակում է մենք կարողանանք այդ մանկապարտեզի հետ ինչ որ գործողություններ անել, ֆինանսը տրամադրել եւ դեռ ոչ, այս պահին ասեմ, որ մի փոքր մտավախություն կա, որ շենքը ճանաչվել է վթարայնության խնդիրներ ունի, ամեն դեպքում այդ 15 միլիոնը մեր խմբակցությունը եւ մեր կամքի դրսեւորումը կարծում եմ դուք տեսել եք բազմիցս, մեր խմբակցությունը ամեն բան անելու է, որ այդ 15 միլիոնը եթե հանկարծ Երկաթգծի բանավանն էլ չկարողանանք ուղղել, պարտադիր ուղղելու ենք մեկ այլ մանկապարտեզի, որ բնականաբար ունի այդ հոգացության նորոգման, չգիտեմ, վերանորոգման կարիքը եւ այդ գումարները ուղղակի ինչ որ 2 միլիոն, 3 միլիոն անտեղի ինչ որ մշակութային կամ չգիտեմ ինչ ծրագրերի չծախսենք։ Խոսենք նաեւ ձեր այցերի մասին դեպի մանկապարտեզներ, տեսնում ենք, որ ավագանու այն ուժերից եք, որը խոշորացույցի տակ է պահում այս կարևոր թեման, ինչ արդյունք ունենք հիմա, որովհետեւ մի քանի ամիս է տեսնում ենք, որ այցեր եք կատարում, խնդիրները վերհանելուց հետո հա կան խնդիրների փնջեր, որոնք փորձում են լուծվել, լուծում գտնել։ Իրականում մանկապարտեզային տնտեսությունը ահռելի շատ խնդիրներ ունի, մենք չէինք էլ պատկերացնում, որ հնարավոր է այդպես, բայց երբ սկսեցինք շրջայցեր առաջին եւ երկրորդ արդեն մանկապարտեզից ակնհայտ էր, որ եւ սա պատկերացեք համայնքային կառույցներից դեռ մի ոլորտն է, մենք շարունակելու ենք մյուս ոլորտները։ Թանգարանները քիչ էին, շուտ ավարտեցինք, բավականին արագ ստացվեց, բայց մանկապարտեզ 23-24 համայնքային մանկապարտեզ, այնտեղ մուժ զարգացման կենտրոնը եւս այցելեցինք, որտեղ
եւ վճարում է համայնքը, բայց ամեն դեպքում փառքոպատիվ իրենց կարողանում են այլ ֆինանսավորողներ գտնել եւ բավականին նորմալ պայմաններում, բայց ամեն դեպքում այնտեղ սպորտ դպրոցներ կան եւ այդպես շարունակաբար, այսինքն համայնքը շատ ծանրագույն խնդիրներ ունի կուտակված եւ ցավալին այն է, որ տարիներ շարունակ որևէ մեկը չի հետաքրքրվել, որևէ մեկին չի հետաքրքրել այս հոգսը, որևէ մեկը դա այդ թեման, այդ խնդիրը, այսպես ասած, չի բարձրաձայնել եւ հիմա կներեք բարիս համար թրենդ չի դարձրել, որ բոլորը խոսեն այդ մասին, որ վերջապես ուշադրություն գեներացվի, որովհետեւ անկեղծ եմ ասում, մինչեւ մեր շրջայցերը անգամ լրատվամիջոցները չէին բացել եւ չէին կարդացել մինչեւ 2026 թվականի կառավարության կողմից իրականացվող 500 մանկապարտեզ 300 դպրոց ծրագիրը տեսնելու թե արդյոք եթե այսպեսի ահագնացող իրավիճակի արդյոք Գյումրու մանկապարտեզները ներառված են, ընդամենը 4-ն են ներառված, 2-ը արդեն շահագործման են հանձնված, Զանգակ եւ Սուրբ Մարիամ մանկապարտեզները արդեն գործում են, բայց եւս 2-ն էլ Արևիկ եւ Լուսաստղիկ մանկապարտեզները պիտի նորոգվեն, իսկ մյուսներում խնդիրներ կան իհարկե լավ խնամված մանկապարտեզներ, իրենց մասին եւս կարելի է խոսել, որ էլի փառքոպատիվ տնօրեններին, որ կարողացել են 1000 ռոմի միջազգային, որովհետեւ որևէ կերպ համայնքային միջոցներով դրանք չեն արվել, միջազգային առանց օժանդակ ծրագրերի։ Բնականաբար դեսպանատներ են դիմել, բավականին հետաքրքիր լավ աշխատանք են ցուցաբերել, իրականում բրավո իրենց, շնորհակալ եմ այդ տնօրեններին, որ կարողացել են այդպես համակարգված աշխատանք անել, այնտեղ ժպիտ մանկապարտեզներ, անելիք մանկապարտեզներ, լապտերիկ մանկապարտեզ, մի խոսքով կարողանում են շատ հետաքրքիր աշխատել, բայց ունենք շատ ցավալի պատմություն ունեցող խնդիրները ահավոր շատ են եւ մենք փորձում ենք այո, ինչու՞ չէ, մեր օրակարգում պահել, այս պահին ամեն բան անում ենք, որ տնակային միակ տնակային Ծիածան մանկապարտեզը մտնի 500 մանկապարտեզների ցանկում, Գոհար մանկապարտեզի իրավիճակն է բավականին ծանր, 58 անի թաղամասում եւս մենք ունենք մանկապարտեզ գործող, որ էլի արտաքինից չի ասի, որ մանկապարտեզ է, կարող է ուղղակի ինչ որ ձերբակալվածների հատուկ պահպանման վայր կոչենք, որտեղ ընդհանրապես մանկապարտեզի նման չէր։ Այսպես մենք փորձում ենք մինչև այս պահը, մինչև այստեղ հարցազրույցի գալը դեռ գրությունների եւ բոլոր կառույցների հետ հաղորդակցվելու տնօրեններին եմ զանգում։ Մի խոսքով ակտիվորեն աշխատում ենք եւ այս գործում մեզ շատ օգնում է մեր խմբակցության այսպես մեր քաղաքական թիմի ղեկավար Մարտուն Գրիգորյանը բոլոր հարցերում, որ օգտագործում ենք նաև իր մանդատ, օգտագործում ենք падգամավորի մանդատը դիմելու, հարցնելու, պահանջելու մի խոսքով։ Հենց Մարտուն Գրիգորյանի հետ հիմա տեսնում ենք նոր շարք եք սկսել հանդիպումների, հա թաղամասեր եք այցերում, ինչ խնդիրներ կան, որովհետև առաջնայինը թերևս փողոցաշինությունն է, մանավանդ հիմա Եվանակների փոփոխության հետ կապված, անի թաղամասի պարուրսևակներ, հա, ամենաշատը փողոքարկվում բնակիչների կողմից, հիմա տեսնում ենք, որ այնտեղ փոսալցություններ են տեղի ունեցել, բայց սա բնականաբար վերջնական խնդրի լուծում չէ, որ թաղամասներից են առավել հաճախ դիմում եւ ինչ քայլեր են ձեռնարկվում, որովհետև Գյումրիում փողոցաշինությունը այնուամենայնիվ դանդաղում է, կապ չունի թե քանի տիմ իշխանություն է փոխվել, միևնույն է դանդաղում է, որպես ավագանի ինչ է կանելը, որ սա արագանա։ Ճիշտ է, մենք սկսել ենք նաև շրջայցեր թաղամասեր եւ եթե նկատում եք ծայրամասային թաղամասեր են մեր ուշադրության կենտրոնում, սա նաև Մարտուն Գրիգորյանի քարոզարշավի այսպես մեխերից մեկն էր, որ պիտի ամեն դեպքում դուրս գանք կենտրոնից եւ գնանք հասկանանք թե ծայրամասերում ինչ է կատարվում, որովհետեւ իրականում այլ իրականություն է այնտեղ, ընդամենը 2-3 կիլոմետր են կենտրոնից հեռու այդ մարդիկ ապրում, բայց այլ իրականություն է, տարական ենթակառուցվածքներ չկան, չկա ճանապարհ, չկա լուսավորություն, աղբահանությունը ոչինչ նորմալ է, բայց ամեն դեպքում պրիմիտիվ խնդիրների ու հարցերի առջև են այդ մարդիկ կանգնած։ Այս թաղամասը, որ խմբակցությունը մի քանի անգամ բնականաբար տեղում էր եղել, այնտեղ խնդիր կար, տանիքի խնդիր կար, ծառահատման խնդիր կար, գոյողատար համակարգի հետ կապված, գիտեք, մեր ակտիվ այսպես աշխատանքի արդյունքում մենք կարողացանք Սևերսկի թաղամասի գոյողատար համակարգի կառուցման ծրագիրը ներգրավել հնգամը եւ հիմա էլ բավականին ակտիվորեն էլի աշխատում ենք քաղաքապետանից զատ, Մարտուն Գրիգորյանն անձամբ է զբաղվում այդ հարցով եւ այլն։ Հետո նոր արդեն ոնց որ գնում ենք թաղամասեր, խմբակցությունը աշխատում է եւ այլն, նոր արդեն Մարտուն Գրիգորյանը լինում է տեղում, շատ դեպքերում նաեւ բնակիչների խնդրանքով, բնակիչների հորդորով, որ կուզենայինք նաեւ որ պարոն Գրիգորյանը լինի, իսկ Մարտուն Գրիգորյանը անկախ այս խմբակցության արկայությունից առհասարակ ինքը միշտ տեղեկացված է քաղաքի խնդիրներից, միշտ է գյումրեցիների հետ շփվում, հանդիպում եւ այլն։
Անդրադառնամ Անի թաղամասի առհասարակ Գյումրիում փողոցաշինության հետ կապված, այո, մենք էլ շատ ահազանգեր ունենք, որ մի թաղամասում ուղղակի սկսվում է ինչ որ փոսալցման աշխատանքներ, այդ ոնց որ մշակվում են, հա, փոսերը, բացվում են այդ փոսերը եւ շին կազմակերպությունը գնում է անհայտ ուղղությամբ եւ երկար ժամանակ այո այդ փոսերը չեն լցվում։ Ես կարող եմ փողոցներ անգամ շեշտել, որ մենք տեղյակ ենք, գնում ենք տեղում, բնակիչներն են մեզ ահազանգում եւ այլն, Չեխով փողոցը հենց հիմա կարող ենք տեսնել, թե ինչ է կատարվում, մեզ բնակիչներն արդեն մի 10 անգամ դիմել են, այդքան էլ դրանից ավել էլ փորձել եմ կոմունալ բաժնի հետ, թե գրավոր, թե բանավոր, թե ինչ որ ձևով, որ ձգեք կապալառու կազմակերպությանը, որովհետեւ ամեն դեպքում դուք էլ ասեք, որ ձեզ էլ վերևից են ձգում, ձեր վերևը, այսինքն ավականին է, ավականու խմբակցությունն են անհանգիստ, որովհետեւ ամեն դեպքում իրավիճակ է փոխվել այս ընտրապոլով եւ մենք չենք կարող հաշտ նստել, ուղղակի հանգիստ նստել եւ նայել ով է դանդաղում, ով հավես չունի աշխատելու, ով ինչ որ ֆինանսական խնդիրներ ունի եւ այլն, դա բնավ մեզ չի հետաքրում։ Այո, փոսալցումը բավականին դանդաղ է, ինչից մենք շատ դժգոհ ենք, անի թաղամասի հետ կապված էլի պիտի շեշտեմ այն հետաքրքիր կարմիր թելը, որ դա եղիշ չեմ, որ որևէ մինչև 26 թվականի ազգային ժողովի համապետական ընտրությունները որևէ բան տեղի կունենա թաղամասում, թող որ ես սխալվեմ, շատ կուզենամ մի օգուտ գյումրեցիների դա կլինի, բայց ամեն դեպքում գիտեմ, որ դա պիտի պավի իշխանության կողմից Գյումրիում մեծագույն խաղաքարտ, որ իրենց խոսքը կառուցեն, քաղաքական խոսքը կառուցեն, որ Գյումրիում դեռ հողապատ փողոցներ կան, եւ ես էլի ընտրամաբանությունը չեմ հասկանում, որ 2023 թվականին գալիս գյուղատար համակարգը նորոգող կազմակերպությունը մտնում է թաղամաս, եթե դուք պլանայինով ձեր մոտ գրված է, որ 2026 թվականին պիտի ասֆալտապատման աշխատանքներն անենք, ապա ինչու ենք մենք թույլտվություն տալիս 2023 թվականից քանդելու այդ փողոցները, մի բան էլ ավելի վատթարագույն վիճակ ստեղծենք, ավելի սրացնենք վիճակը եւ 2-3 տարի, եթե 26-ի մինչեւ մայիս էլ պահեն այդ փողոցները, 3 տարի մենք անհարմարություն պատճառենք անի թաղամասի եւ առհասարակ գյումրեցիներին։ Ինչու նախկին իշխանությունը, քաղաքային իշխանությունը ինչու չի տվել այդ հարցը, կամ եթե այսօր որոշում պլանային կոմունալ բաժնից 1000 անգամ թե գրությամբ թե բանավոր հարցնում եմ, երբ պիտի մեկնարկի, դեռ նախահաշվել է, հանգի շատ sense բան տոնով պատասխանում են էլի առանց լարվելու, դեռ նախահաշվի, ինչ եք շտապում, 26-ին կսկսվի, 26-ին իրենց էլ եմ շեշտադրում, որ մինչև մայիսը ամեն դեպքում եթե չսկսվի, շատ վատ է լինելու ամեն դեպքում։ Եթե 26-ին պիտի սկսվի, դուք ակնհայտ գիտեք, փաստաթղթերը դրված են ձեր սեղանի առջև, պարզագույն տրամաբանություն, պարզագույն հոգատարություն է պետք է քաղաքից քաղաքացիների գյումրեցիների նկատմամբ։ Եթե դուք այդ թաղամասերում չեք ապրում, ուրեմն կարելի է այդպես անել, սրացնել, այդպես երանգ տալ 2023-ին տեխնիկան մտնում է թաղամաս, ավիրում է մայթ ու փողոց եւ այնտեղ ապրում են մարդիկ, այնտեղ երեխաները գնում են մանկապարտեզ, տարեցները չեն կարողանում մի մայթից մյուս մայթն անցնել, ինչը թե պարոնայք եւ տիկնայք որոշել է քարոզարշավ անել եւ դա դարձնել կարեւոր մեղ եւ կարեւոր թել եւ ասել, որ այնքան վատ է քաղաքային իշխանությունը թե նախկինը թե ներկան, որ մինչև այսօր հողապատ փողոցներ կան։ Ես այս հարցի պատասխանը կուզենայի ստանալ, բայց ցավոք շատ կարճ նաև խնդրեմ հանգամյա զարգացման ծրագրին անդրադառնանք, օրերս սա ընդունվեց երկրորդ անգամ թերևս, որովհետև առաջինը չեղարկվեց, այ որ ծրագրերն էին, որ քարոզարշավին դուք խոստացել եք եւ տեղ գտավ այս հանգամյա զարգացման ծրագրում եւ պետք է նշեմ, որ ձեր քննադատված կետերից մեկը դա հայկական Disneyland ունենալն էր ծայրամասերից մեկում, երևի թե եթե չեմ սխալվի անի թաղամասի մասին էր հենց խոսքը եւ նաեւ անի թաղամասը նոր շնչով պետք է ներկայանար, կարծեմ շենքերի հա գունավորում, այո, իտալական այս երկու ծրագրերից որևիցե մեկը կա թե չէ եւ որ ծրագիրն է կոնկրետ ընտրվել այս դեպքում։ Սկսեմ հանգամյա ծրագրից, հանգամյա ծրագիրը կարծում եմ հենց այս ընտրափուլը բավականին տարբերվող այն առումով, որ տեսեք որքան շատ խոսվեց հանգամյա զարգացման ծրագրի մասին եւ գյումրեցիներն առաջին անգամ իմացան, որ իրապես Գյումրիում բացի բյուջեից, որովհետեւ գիտեն մեկ գլխավոր ֆինանսական փաստաթուղթ, բացի բյուջեից կա եւս մեկ բովանդակային փաստաթուղթ, որ պիտի նախանշի մեր 5 տարվա զարգացումը քաղաքի բոլոր ոլորտներով։ Սա իրականում շատ լրջագույն փաստաթուղթ է, բայց մինչև այսօր որևէ մեկը այդպես լուրջ չէր վերաբերվել այդ փաստաթղթին, բայց տեսեք մեր աշխատանքի, մեր անընդհատ խոսելու, մեր PR-ելու, մեր ակտիվ քննադատությունների մասնակցության արդյունքում այսօր դեռ այսօր հանգամյա զարգացման ծրագիրը այսպես կարևոր թեմա է լրատվամիջոցներում, բոլորը խոսում են այդ մասին եւ մեր Disneyland-ի գաղափարը քննադատում են այն մարդիկ, ովքեր ժամանակին եղել են ավականու անդամ եւ որևէ
որոշակի կերպ այդ ակտիվությունը իրենց կողմից այդ հնգամյա զարգացման ծրագիրը տանել, հետ բերել, սա չենք ուզում դա տարեք, չգիտեմ ինչ եւ այլն, դա չտեսանք եւ նախ այնտեղ նշվեց, որ հետո երկրորդ օրը փոխվեց, մեր ծրագրում որևէ բան չի փոխվել, մեր քարոզարշավի ծրագիրը մեծ գրքույկ էր, մինչեւ այսօր կա մեր աշխատանքային այսպես սեղանին բոլորիս դրված է, հետեւում ենք ինչ ենք ասել, ինչ պիտի անենք եւ այլն, դա բնավ պոպուլիզմ չէ, որովհետեւ իրականում այդպես ենք աշխատում մենք, որևէ բան մեր ծրագրում չի փոխվել եւ քննադատում են մարդիկ, նախ այնտեղ նշված է Դիսնեյլենդի նման օրինակով ունենալ այգի, այսինքն ատրակցիոնների պարկ գրելը այդքան էլ տպավորիչ չէր լինի ընթերցողի գյումրեցու համար, մենք գրեցինք Դիսնեյլենդի նման ավելի ոչ թե հնչեղ, ավելի պատկերավոր լինի, որ գյումրեցին պատկերացնի, թե մենք ինչ նպատակներ ունենք կառուցելու հետ կապված եւ դա այդ քաղաքական ուժի կողմից մինչեւ այսօր մի տեսակ շատ էսպես ազդեցություն է, շնորհակալ ենք, որ մինչև այսօր PR-ում են մեր նախընտրական ծրագրերը խոսել եւ ասել, այն դեպքում, երբ իրենց նախընտրական քարոզարշավի ծրագրի մեջ օրացույց էին տպագրել, այսինքն այնքան տարածք ունեին, որ ընդհանրապես մեկ էսպես դե գիտեք, բոլոր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերն էլ հետազոտում ես, ուշով կարդում ես եւ այլն, այնքան պարապ տարածք ունեին, որ օրացույց էին տպագրել եւ մեզ այսօր քննադատում են։ Այդ երկու ծրագրերը բնականաբար մենք չենք էլ առաջարկել մեր կողմից, շատ լավ իմանալով եւ գիտակցելով, որ համայնքային բյուջեն բավականին սուղ է, առաջարկել էինք շատ լավ մեծ տրցակ այսպես փաթեթ էինք առաջարկել, դրանցից 4-ը երկուսը առաջին փուլում, երկուսը երկրորդ փուլում ներգրավեցին, եթե ժամանակ ունենք կարող եմ նշել թե որոնք էին այդ 4-ը։ Այդ մասով լուսաբանում ունեցել ենք, հասցրել ենք ծանոթանալ, շնորհակալություն ստացված զրույցի համար։ Տիկին Գասպարյան, հուսամ ենք դեռ կհանդիպենք, որպեսզի այն հարցերը, որոնք պատասխաններ չգտան այս եթերում, հաջորդ եթերում կոնես տանան։ Շնորհակալ եմ։ Իսկ մենք սիրելի հեռուստատիտողներ դեռ կհանդիպենք, որպեսզի մեր հաջորդ հարցերը, որոնք չունեն պատասխաններ, փնտրենք նաև դրանց պատասխանները։